Արտաշատ խոշորացված համայնքի Նշավան գյուղում քաղաքացիական պայմանագրի շտաբի պատին Փաշինյանի պատկերով պաստառը պատրելու համար էր ձերբակալվել գյուղի բնակիչ Արմեն Հովհաննիսյանը, որը ձերբակալվելուց հետո հոգեկան առողջության կենտրոն էր տեղափոխվել, որտեղ էլ ժամեր անց ըստ պաշտոնական հաղորդագրության ինքնասպանություն էր գործել։ 55-ամյա տղամարդը գյուղի վարչական ղեկավարի խոսքով 2020 թվականից հաշվառված էր հոգեկան առողջության կենտրոնում, տեղորայքային բուժում էր ստանում։ Ժամանակ առ ժամանակ էլ երբ առողջական վիճակը սրվում էր, նրան կենտրոն էին տեղափոխում ստացիոնար բուժման։ Գյուղապետը, որը քաղաքացիական պայմանագրի շտաբի ղեկավարն է, պնդում է, ինքը ոստիկանություն է ահազանգել ոչ թե Արմենի կատարած արարքի հիմքով, այլ որպեսզի տղամարդուն նորից տեղափոխեն հոգեկան առողջության կենտրոն, քանի որ նկատել է վիճակը վատթարացել էր։ Օրվա ընթացքում էլ իրան հանդիպել եմ, ասել որ արդեն որ Արմեն ջան, ինչի համար էլի, ինձ հետաքրքիր է, ինչն է պատճառը, որ ոչ ադեկվատ վիճակում, ես կարամ ներողություն խնդրեմ վռազինքը ինձ, որ այտենց բան եմ արել, բան, ասի չէ, ներողության համար չեմ ասում, էլ չանես Արմեն ջան։ Զանգել եմ ոստիկանություն, ասել եմ որ սենց բան կա, պլակատները պոկել է, իմացել ենք որ Արմենն է, ինքն էլ ինչքան որ հիմա ես տեղյակ եմ, ասում եմ ձեզ նույնը ոստիկանությունը։ Ասացի որ սենց հարց կա։ Մնացած ասացին լավ, մենք կզբաղվենք։ Հարց է առաջանում, եթե գյուղապետը ոչ թե քաղաքացիական պայմանագրի պաստառը պոկելու վերաբերյալ էր ահազանգել ոստիկանություն, այլ Արմենին հոգեկան առողջության կենտրոն տեղափոխելու, ապա ինչու է ոստիկանությունը ձերբակալել նրան հոգեբուժարան տանելու փոխարեն։ Նրան ժամեր շարունակ պահել են ոստիկանությունում, հետո միայն տեղափոխել հոգեբուժարան։ Ոստիկանները նրա մոտ հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ են նկատել, շտապօգնություն հրավիրել, ինչից հետո միայն բժշկի ցուցումով տեղափոխել են հոգեկան առողջության կենտրոն։ Գյուղի բնակիչները տարակուսած են։ Ակնհայտ է, որ Արմենն առողջական խնդրի սրման պայմաններում է պոկել քաղաքացիական պայմանագրի քարոզչապաստառը։ Ասում են ոստիկանությունից երկար ժամանակ չէր պահանջվի պարզելու համար, որ հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվում, հատկապես որ գյուղապետը, ինչպես ինքն է պնդում, ասել է դրա մասին ոստիկաններին։ Հա, կար վտանգ արդեն ժողովրդին վնաս էր ասում։ Տրաֆարետը 40 գրածը պոկելա, բերեկցելաս թե այն օրը որ գժվել էր։ Ինքը շատ ագրեսիվ էր, ինքը հիվանդ էր։ Խելքին իշբերդում էր գիշերով կլեր տկլոս փողոցը ժամ 2-ին 3-ին։ Այս մարդու տուրը դարվազան ջարդում էր, տապորել վեկալը մանգալի, ամեն ինչ հնարավոր է։ Մեր մոտ ինքը որ խոսում էր, ես լիարժեք հասկանում եմ, որ ինքը ոչ ադեկվատ է, ասենք ինքը չի հասկանում ինչ անում։ Տես տրամադրված քեզի խփի 20 րոպե կողքերդ վռար կաղա մի հատ վնաս տար։ Ընդել պաստար կա, վերիմներ կա, որ պոկողել էր, կեթար դրանք էլ կպոկեր։ Ինքը քաղաքականությունից հեռու է։ Խելքը գլխին մարդը կպոկիկ աստար։ Նկար կպոկիկ քուրջան, խելքը գլխին մարդ։ Իր համար նշանի չարի, ասենք, նշանել է պոկե։ Ավտոները կնաց եկել ենք ֆուրատավե, խառները, խփերը ավտոներին։ Ինքը նկատել է տալիս, ասենք, իր հիվանդությամբ, որ ագրեսիվություն կա, տրամադրվածություն կա, բայց ինքը շատ բարի է։ 4 օր առաջ ինձ, ասենք, իմ երեխային ինքը կանֆետ ա տվել, բեր է տվել, ասես դե լավ, ես գնացի ու գնաց։ Բա որ մի երեխու, մի բնակիչի, այնտեղ բնակիչներն ասում են, որ դե մեքենաները ճանապարհով անցնեն, ոնց որ դիտավորյալ անցնելու ժամանակ ուզենա ճանապարհը հատի անցնի, այդպես նմանատիպ դեպքեր։ Մենք մի անգամ էլ ենք իրան կազմակերպել սենց էլի ոստիկանությունով, շտապօգնությունով, որտեվ իր մայրիկն եկել էր գյուղապետարան, խնդրում էր, ասում էր, ինձ վնաս կտա, դեղերը չի խմե, սրացել է մոտը, խնդրում եմ, որպես համայնքի ղեկավար մի բան արեք։ Կազմակերպել ենք էլի նույն ձևի, ինքը էլի չէր գալի, իր բարեկամներից հորողբոր տղա կամ հորաքրոջ, չգիտեմ, ասել են, քանի որ իրան լսում են, նստել է իր հետ մեքենան, տարել են հոգեբուժարան, էլի տենց 20-21 օր նորից եկել է։ Ձերբակալ էին, հետի ժամանակի հարց էր, ասենք, մի ժամում կարելի էր ճշտել այդ մարդը հոգեբուժարանի, ասենք, անձնավորությունը, թե կալանքի։ Չպետք է տանեին, էլի։ Ինչպես է ստացվել, որ գյուղում, որտեղ բոլորը գիտեին տղամարդու հոգեկան առողջության խնդիրներ ունենալու մասին, բնակիչներից մինչև գյուղապետ, հաշվառված տղամարդուն ոստիկանները ձերբակալում են։ Ավելին, նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվում նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու հատկանիշներով։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշում է, եթե անգամ մի կողմ դնենք հոգեկան առողջության հանգամանքը, պաստառ պոկելու համար քրեական վարույթ չէր կարող եւ չպետք է հարուցվեր։ Պաստառը վնասել է նախընտրական քարոզչության փուլում, այն պաստառը, որը օրենքով սանված կարգավախակցված։ Դա վարչական իրավախախտում է, որը նախատեսվում է 50,000-ից 100,000 դրամ տուգանք եւ այն չի կարող լինել որպես նախընտրական քարոզչության խոչընդոտելու քրեական հանցակազմ, որովհետեւ օրենսդրությունը չի կարող նույն արարքը սահմանել եւ որպես վարչական պատասխանատվություն եւ որպես քրեական։
Հետևաբար իր նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելը գոնե այն տեղեկատվության ֆոնին ինչ ներկայացված է եղել եւ ԶԼՄ-ներում եւ քննչական մարմնի պաշտոնական հարթակներում, հիշում եմ, որ այդ վարույթը ապօրինի է եղել եւ ձերբակալումը նույնպես ապօրինի է եղել։ Փաստաբանի գնահատմամբ Արմեն Հովհաննիսյանի ինքնասպանության համար պատասխանատվություն են կրում տարբեր մարմիններ։ Առաջնահերթ կարող եմ ասել, որ հաստատությունը, որտեղ ինքը գտնվել է ու իր ազատությունը սահմանափակված է եղել, իր անվտանգության պատասխանատուն է։ Այստեղ միանշանակ պատասխանատու մարդիկ պետք է լինեն։ Ուրեմն դրան խախտվել են իր իրավունքները, ինքը վարչական իրավախախտման համար ենթարկվել է քրեական հետապնդման գործիքներով ազդեցության, դեռևս մեղադրանք չի եղել, բայց ձերբակալված է եղել քրեական վարույթի շրջանակներում։ Եվ պետք է վերհանել պատշաճ քննությունով, արդյոք այս իր ձերբակալման process-ը նպաստել է, որ ինքը օրինակ այնքան նենց ոգեշնչող վիճակի մեջ հայտնվի, որ ուզենա ինքնասպան լինել։ Եթե պարզվի օրինակ այս վարույթի ընթացքում իր հանդեպ վախ են վարվել, չգիտեմ, արժանապատվությանն են կապել կամ ինչ-որ ձևով բան են արել, ջրագրգիռ են դարձրել, որ կարող է թեկուզ հիվանդության առկայության դեպքում դա իր մոտ սրվեր, ապա այո, իրեն ձերբակալողները նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մարդու իրավունքների պաշտպանը նախորդին հայտարարություններ տարածել տեղի ունեցածի առնչությամբ, նշելով, որ հոգեկան առողջության հաստատություններում գտնվող անձին գտնվում են պետության հատուկ հոգացության եւ պաշտպանության ներքո։ Ուստի նման դեպքերը լրջագույն հարցադրումներ են առաջացնում կյանքի իրավունքի ապահովման, պատշաճ հսկողության, ինչպես նաեւ ինքնասպանությունների կանխարգելման արդյունավետ մեխանիզմների կիրառման վերաբերյալ։ Մարդու իրավունքների պաշտպանը սակայն չի անդրադարձել հանգամանքին, թե ինչու է պասարփոկելու համար քրեական վարույթ նախաձեռնվել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի նկատմամբ, ինչը գուցե հենց պատճառ է դարձել առողջական խնդրի սրման հանգեցնելով ինքնասպանության։